Միասնությունը լավ բան չի, եթե այն հիմնված չէ ճշմարտության վրա։ Նման դեպքերում բաժանումը ավելի լավ բան է, որովհետև չարիքի շուրջը միավորվելը տանում է հոգու կործանման։ Իմ գիտակցական կյանքում ինձ միշտ ասել են, որ միասնությունը լավ բան է ու ներկայացրել են որպես բացարձակ արժեք։ Բայց պարզվում է, որ կա sense մի բան՝ միասնություն հանուն չարիքի, ու մենք այդ մասին սովորում ենք Աստվածաշնչի Ծննդոց գրքից 5 կտակարանում, երբ որ ժողովուրդը միավորվեցին Բաբելոնի աշտարակը կառուցելու համար։ Հիշում եք, եթե չեմ սխալվում, 11-րդ գլխում է այդ պատմությունը Ծննդոց գրքի, որը մենք կարդում ենք Աստվածաշունչն ամեն օր Telegram ալիքում, այնտեղ մոտ 15000 մարդ, հայ մարդիկ միասին ամեն օր Աստվածաշունչից մի գլուխ են կարդում, ձեզ էլ առաջարկում եմ միանալ Telegram, եթե ունեք, ժողովուրդ ջան, փնտրեք Աստվածաշունչն ամեն օր եւ կգտնեք, դուք էլ միացեք այդ էջին միասին կարդանք։ Ուրեմն ժողովուրդը ասեցին, եկեք միավորվենք Բաբելոնի աշտարակը կառուցենք։ Այն ժամանակ Բաբելոն չէր կոչվում, որովհետեւ Բաբելոն նշանակում է խառնակցություն, խառնարան։ Եվ ասին, եկեք միավորվենք, աշտարակ սարքենք, հասնենք երկինք, որպեսզի տեսեք, որպեսզի համբավ ձեռք բերենք։ Հա, մենք հայտնի լինենք այս ինչ բանով, ամենամեծը սարքենք, ամենաբարձրը սարքենք, ամենահզորը սարքենք, որպեսզի համբավ ձեռք բերենք։ Եվ պարզվեց, որ այդ ժամանակ մարդկությունը մի լեզու ուներ, երևի մի նպատակ ունեն եւ այդ նպատակը չար էր, բայց իրանց այդ միասնությունը, որ ասեն եկեք հավաքվենք միասին, այս ինչ բանն անենք, ուղղված էր ընդդեմ Աստծո։ Ինչ դաս ենք մենք այդտեղ սովորում։ Աստված բարկացավ, չէ՞, հիշում եք, ասեց, եթե սրանք sense միավորված sense չարություն են անում, իջնենք իրանց լեզուները խառնենք, որպեսզի ցրվեն աշխարհի մեջ, Աստված իջավ նրանց լեզուները խառնեց եւ նրանց բաժանեց, որպեսզի իրենք բուժվեն, թե չէ այդ միասնությունը իրանց կործանման էր տալուց, դա միասնություն էր չարի շուրջը, չարության շուրջը, չար գաղափարի շուրջը, ու գիտեք, քրիստոնեական ուղղափառ մտքի մեջ միասնությունը ինքը բացարձակ արժեք չի, եթե հիմնված չի ճշմարտության վրա։ Ինքը բացարձակ բարձրություն չի, եթե հիմնված չի ճշմարտության վրա, եւ սենց ժամանակներում, գիտեք ինչ կա, միասնությունը չարիքի մեջ ավելի վտանգավոր բան է, քան թե բաժանումը, քանի որ այն արագացնում է մարդու հոգու կործանումը։ Սիրելի բարեկամներ, մենք մեզ պետք է հարց տանք։ Մենք մտածում ենք, որ բոլորս ճիշտ ենք, չէ՞, մեր կյանքի մեջ, որոշումները, բաները, որ կայացնում ենք, ճիշտ ենք, բայց մենք ո՞նց իմանանք, մենք իսկապես ճիշտ ենք, թե չէ, որովհետև իրանք էլ մտածում են երևի ճիշտ բան են անում։ Մենք պետք է համեմատվենք Աստծո խոսքի հետ։ Ձեր ճշմարտությունը համեմատեք Աստծո պատվիրանների հետ։ Տեսեք դուք ձեր ճշմարտությունը իսկապես Աստծո պատվիրաններով է, թե պարզապես ձեր ցանկություններով։ Դրա համար պետք է Աստվածաշունչը կարդալ։ Դրա համար պետք է խնդրել Աստծուց, որ բացի մեր միտքը, որպեսզի մենք կարողանանք տեսնել մեր սխալները։ Բարի օր բոլորիդ։